գյուղացու վիճակը ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկամ, ինչ հարցով պետք է լի, ես է կողնեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել եւ չնայած այն փաստին, որ տարիներ շարունակ Նազենին զերծ է մնում հեռուստանախագծերում նկարահանվելու փորձից, միևնույն է նրա մասին չհիշել ու նրա մասին չխոսել չի լինում։ Նազենին ակտիվ է նաեւ Instagram-յան հարթակում, որտեղ էլ երեք ցավալի լուր է հայտնել։ Նա գրել է. «Ցավում եմ անժամանակ մահվան համար, ափսոս մարդ, գևը։ Ցավակցություններս մտերիմներին ու բոլոր ազգականներին»։ Instagram-յան էջի սթորիս բաժնում գրել էր Նազենի Հովհաննիսյանն ու չէր մեկնաբանել, թե ով է Գևորգը եւ ինչ պատճառով է տեղի ունեցել նրա անժամանակ մահը։ Ներկայացնում ենք այդ հրապարակումը առանց մեկնաբանության։ Ամալիա Հովհաննիսյանի Live-room հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն է։ Հաղորդավարուհին շատ հարցազրույցների չի մասնակցում, եւ սա այն քիչ դեպքերից է, երբ Նազենին անկեղծորեն խոսել է շատ հարցերի մասին, Star News-ն էլ հետևել է զրույցին։ Նազենի Հովհաննիսյանը խոսեց իր ընտանիքի 29 տարեկանում մայրիկին կորցնելու եւ մենակ ապրելու որոշման մասին։ Նազենին նշեց հետեւյալը. «Այդ տարին հենց ծննդյանս օրը մտածեցի, որ էլ չեմ լինի 29 տարեկան եւ որոշեցի նշել ծնունդս։ Արդեն որոշել էի նաեւ, որ նոր տուն եմ գնելու եւ տեղափոխվելու եմ մամայինցս տնից։ Տուն դեռ չէի գտել, բայց հյուրերից խնդրել էի, որ ինձ տան պարագաներ նվեր բերեն։ Ու այսօրվա պես հիշում եմ 2011 թվականի դեկտեմբեր ամիսն էր։ Մենք ամանորյա երջանկության մեխանիկաներն էինք նկարում, իսկ այդ հաղորդումն ուներ շաբաթական 5 օրվա եթեր։ Պատկերացրու ես 3 տարի անընդմեջ վարել եմ այդ հաղորդումը նույն գրաֆիկով։ Այդ օրն ունեի 7 թե 8 նկարահանում։ Չասեմ, թե ինչ կարգի հոգնած էի։ Դրա նախորդ օրը վարել էի ֆուտբոլի ֆեդերացիայի ինչ-որ կարևոր երեկո։ Դրանից առաջ վարել էի Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ երեկո։ Դրանք սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բաներ էին ինձ համար։ Եվ այդ մի շաբաթը ես արդեն գժի պես էի ապրում։ Ու հիշում եմ, երեկոյան 7-ին ավարտվեց իմ նկարահանումների շարքը։ Ես շատ հոգնած ամանորյա խցանումներով հասնում եմ կրկեսի մոտ, ինչ-որ մի տեղ, որ ինտերվյու պետք է տամ։ Ու ամբողջ ինտերվյուի ժամանակ ես խոսել եմ մայրիկիս մասին։ Դուրս եմ գալիս մայրիկիս հեռախոսից զանգ է գալիս ինձ։ Վերցնում եմ. «Հա մամ», ու պարզվում է մայրս չի, այլ իր աշխատավայրից մի կին, որը որ առաջինը ինձ էր զանգել, իմ համարն էր եղել։ Ասաց, որ լավ չի ձեր մայրիկը, բայց ես վստահ էի, որ արդեն ու ես սկսեցի օթերով քշել։ Հետո հասա Ռաֆու դպրոց, որը մայրիկիս նոր աշխատատեղն էր, այն նույն տան կողքին, որը ես հետո գնեցի Կոմիտասում։ Եկա հասա ու մայրիկիս տեսա արդեն գետնատարած, ու վստահ բան եմ ասում։ Ես այդ օրը տեսել ու զգացել եմ ինչ է հոգու անմահությունը։ Մայրիկիս գրկեցի, մարմինը դեռ տաք էր, ու հիշում եմ, որ տպավորություն էր, որ ինչ որ մեկը տաք բռնեց ուսերիցս ու մի ծանր, տարիների ծանրության բեռ վերցրեց ու տարավ։ Գուցե դա ինձ օգնեց տանել այն, ինչը անտանելի էր։ Հետո բայց չարացել էի, երևի ինչպես ամեն նորմալ մարդ կորստից հետո։ Ու առանց էդ էլ չէի շփվում, բայց այդ շրջանում ամիսներով չէի շփվում ոչ մեկի հետ, ու հետո ուղղակի ֆիզիկապես տեղափոխվեցի, տունս փոխեցի, աշխատավայրս էլ հետը։ Ինձ խոցում էր այն ճանապարհը, որը անցնում էի ամեն օր։ Անկեղծացել էր Նազենի Հովհաննիսյանը։ Իր անձնական կյանքի մասին հաղորդավարուհին չի ցանկանում խոսել, սակայն զրույցի ժամանակ Նազենին նշեց, որ իր կյանքում սխալներ շատ է արել, եւ եթե ինքը ունենար կամ ունենա երեխա, կփորձի նրան ավելի խիստ մեծացնել։ Հասարակությունը այդքան բարի ու պայծառ չէ, որքան թվում է, եւ եթե դու նրան անսահման ազատություն ես տալիս, երեխան միշտ չէ, որ ընտրում է ճիշտը։ Անշուշտ, սխալներն օգնում են ձևավորվել, բայց երբեմն այդ սխալները դաժան են։ Բաներ կան, որ կարելի է բացատրել։ Մի քիչ խստությունը պետք է։ Երեխա ունենալու մասին խոսելիս Նազենին նշեց. «Դա մեր ձեռքերում չէ, բաներ կան, որ վերևում է գրվում։
իսկ ցանկությունը նորմալ մարդու մոտ միշտ կա։ Ի սկզբանե մարդկությունը ստեղծվել է շարունակություն ունենալու միտումով։ Մարդիկ իրար ձգտում են, որպեսզի ունենան շարունակություն, դա նորմալ ձգտում է։ Իսկ ինչ վերաբերվում է իմ փակ լինելուն, ասեմ, ես միշտ եղել եմ գաղտնապահ եւ ինտրովերտ։ Իմ միջավայրում ընկերներս, ընկերուհիներս, հարազատ մարդիկ շատ ընդգծված հարգում են իմ մասնավոր տարածքը, որովհետև դա միայն իմն է, ու ես իմ անձնականի մասին շատ տարիների վերջ չեմ խոսում։ Եվ մարդիկ միևնույն է ուզում են լսել անձնականը իր happy end-ով, երբ որ լինի happy end, ես խոստանում եմ դրա մասին խոսել, անկեղծացավ Նազենի Հովհաննիսյանը։ Հաղորդավարուհին նաև խոսեց իր էմոցիոնալ լինելու մասին։ Նա նշեց հետևյալը. Պատերազմից հետո մի օր անցնում էի Կոմիտասի պողոտայով ու զգացի, որ ստվեր եմ դարձել։ Կողքից ինձ նայեցի ու հասկացա, որ դարձել եմ անտեսանելի, ինձանից զզվեցի ու ինձ հավաքեցի։ Այդքան ստվերոտ, այդքան ոչնչացված ես իմ կյանքում չեմ եղել, ու ոչ մի հայ իրավունք չունի այդքան թուլանալու։ Մենք պիտի կառավարենք մեր էմոցիաները։ Ես հենց այդ ժամանակ լուծումը գտա, միայն շատ ու շատ աշխատելու մեջ, նշեց Նազենի Հովհաննիսյանը։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև հաղորդավարուհու մասնակցությամբ մի քանի այլ տեսանյութ, որտեղ նա խոսել է իրեն հուզող տարբեր թեմաների մասին։ Փորձում ենք Լուսինեի հետ գտնել Ստավրոպոլի կենտրոնում ինչ-որ մի բան, որով զբաղվենք, մինչև որ ներս կարճվի և վաղը վերադառնանք, բայց մինչև հետ բացեցի ու տեսա, ասենք, փետրվարից կամ անցյալ տարվանից ագրեսիվ գրող ինչ-որ ոմնի, որը որոշել էր ինձ սովորեցնել ես ինչ ասեմ, ինչպես խոսեմ և ինչ խոսեմ։ Ուզում եմ ասել նորից ու կրկին, հարգելիներս շակերտների մեջ։ Եկեք սկսենք ընդհանրապես գրելու ձեր տառերից։ Հայոց լեզուն հազարամյա պատմությամբ իր մեզ տվել է հայերեն գիրը։ Բարի եղեք անցեք հայատարի նախ։ Երկրորդ, եթե դուք չեք տեսել ու չգիտեք, թե ես ինչ եմ խոսում, ինչպես եմ խոսում, ինչ եմ անում, ինչպես եմ վարվում և ոնց եմ ապրում, դա ձեր խնդիրն է, ոչ թե իմ։ Եվ երրորդ, որևէ բան ասելուց առաջ մտածեք նոր։ Ճիշտ ասած կանգառում նստած սպասում եմ, որ գա համար 11 տրոլեյբուսը, նոր մեկը անցավ, չհասցրեցի հետևից, կայմ որ ոտքս ոլորված է, չեմ կարողանում արագ վազել։ Куда сидишь? Такси надо? Что это, да? Առանձին տաքսիստները գալիս առաջարկում են կողքի աղջիկներին տաքսի նստել, մի հատ լավ ձեդոյա, պապիկ, են էլ արդեն մենք սպասում ենք տրոլեյբուսի, չենք կարող, թե չէ սիրով կօգտվեինք նրա ծառայություններից, շատ լավ ցուրտ եղանակ է, բայց դա լավ է, ոտքս սառչում է, շատ չեմ զգում, որ